Շատերն են խոսում հայոց ազգային գաղափարախոսության մասին, բայց գիտեք, որ հազարամյակներ շարունակ մեզ վերջնական կործանումից փրկել է մի գաղտնի բանաձև, կառուցված ընդամենը 5 հստակ հիմնասյուների վրա։ Ըստ Արարատիզմ աշխատության, մեր գաղափարախոսությունը ոչ թե նվաճողական է, այլ բացառապես գոյապահպանության արվեստ։ Պատմությունը ցույց է տալիս երկու ծայրահեղություն, երբ ավարայրում կամ Սարդարապատում մենք հենվեցինք այս սյուներին, հառնեցինք մոխիրներից, իսկ երբ պետականության անկման ժամանակ փրկիչներ փնտրեցինք դրսում, կորցրինք ամեն ինչ։ Այս հնագույն ճարտարապետությունը կանգնած է 5 հիմքի վրա։ Առաջինը հայ էթնոսի արարչական ծագման գիտակցումն է։ Երկրորդը մեր պատմական հայրենիքի սրբագործումը։ Երրորդը խորքային ազգային ինքնությունը կամ ինքնաճանաչումը։ Չորրորդը անխտիր ներքին համախմբումն է։ Եվ հինգերորդը բացառապես սեփական ուժերով ոտքի կանգնելու գաղափարը՝ ինքնազատագրումը։ Այս սկզբունքները ծնվել են մեր ազգային զարթոնքի ամենամութ ժամերին, որպես ինքնագիտակցության բարձրագույն լույս։ Ճգնաժամի պահին խուճապահար ամբոխը միշտ օտար փրկիչներ է աղերսում, սակայն հոգեբանական և փիլիսոփայական ճշմարտությունն այն է, որ մենք հարատևում ենք միայն այն ժամանակ, երբ սրբացնում ենք մեր հողն ու ապավինում մեր բասկին։ Այս 5 սյուներից թեկուզ մեկի փլուզումը անխուսափելիորեն բերում է պետականության կորցնման։ Քո կարծիքով ծագում, հայրենիք, ինքնություն, միասնություն, ինքնազատագրում, այս 5 հիմնասյուներից որն է այսօր ամենաշատը խարխլվել մեր հասարակության մեջ։ Գրիր մեկնաբանություններում։